24-ի ռանդևու հաղորդաշարի հերթական եթերի հյուրն է Ռաիսա Ավանեսյանը, Star News-ը հետևեց հաղորդմանը։ Ռաիսայի մուտքը երկարվեст սկսվեց դեռևս տարիներ առաջ, երբ մասնակցեց Հայ Սուփերսթարին։ Նա այնտեղ ներկայանում էր խենթ ու խելառ կերպարներով, բավականին մեծ հաջողություններ գրանցելով, հասարակության մեջ թողնելով իր անունը, հասնելով եզրափակիչ, սակայն հեռացավ հայրենիքից։ Նշենք նաև, որ նա եկել էր Թեհրանից։ Այդ ժամանակ ես տարիքով փոքր էի։ Կենցաղի հետ առնչվելը դժվար էր իմ համար։ Նենց առաջարկներ չեղան, որ կարողանայի մնալ եւ գոյատևել։ Իհարկե, եթե հիմիկվա խելքը ունենայի, երևի կմնայի ու մի քիչ կտանջվեի, բայց տենց ստացվեց։ Պարսկաստանի փոքր համայնք, ազգային ավանդույթներ, որտեղ կինը չի կարող լինել բեմում։ Խոսելով տարբերությունների մասին, Ռաիսան ասաց. Պարսկաստանը լինելով իսլամական երկիր, մարդիկ ավելի խորը եւ ճիշտ են դատում ամեն ինչ, քան էստեղ։ Ստեղ փակ մտածելակերպ կա։ Հայաստանում փոխվել է հագած կապածը, բայց մենթալին չի փոխվում։ Ստեղ դեռ ազատ ոճով հագնվող աղջիկներին անուն են կպցնում։ Մի թեմա, որը Ռաիսան մշտապես գեղեցիկ թաքցնում է հասարակությունից։ Անձնականը։ Երգչուհու սիրտն ազատ է արդյոք։ Ազատ է, բայց չեմ ֆիքսվում այդ ամեն ինչի վրա։ Ինչ-որ բան եթե կլինի ողջունելի է, բայց ֆիքսված չեմ դրա վրա։ Անպայման չի մեկին կողքդ ունենաս, որ քեզ հզոր ու ճիշտ զգաս։ Եթե նույնիսկ մենակ մնամ, դրա համար ուժեղ եմ շատ։ Վերջերս տեղի ունեցած մի միջադեպ։ 70-ամյա տաքսու վարորդը ծեծի է ենթարկում Ռաիսային։ Ինչու՞։ Այդ մեր խնդիրներից մեկն է, անշնորհք վարորդների։ Կապ չունի ստարտ ես կանչում, թե կոմֆորտ պլյուս։ Մեր հայ տղամարդկանց մեծ մասը ագրեսիայով է, չգիտես ինչի։ Իհարկե մենակ տղամարդիկ չեն, կանանց մասին էլ է։ Իմ Yandex-ի ստատուսը որ նայենք շատ ցածր է, քանի որ միշտ կռիվ եմ անում։ Ես անշնորհքություն չեմ սիրում։ Էդ պապիկին խնդրեցի, որ չգնա այդ ճանապարհով, գնա ուրիշ ճանապարհով։ Ինքը պտտվեց, ինձ ասեց, էդ բառը չեմ ուզում ասեմ։ Բլոնդ մազերով աղջիկ, դու ով եղար, որ ինձ ասես, թե ես որտեղով եթամ։ Դա վիրավորանք ա, դու մարդուն պիտակավորում ես, չես ճանաչում ու սկսում ես քեզանից դուրս բաներ խոսաս։ Ուզում էի մեքենայից իջնեի, դռները փակեց, ասեց փողս տուր, նոր իջի։ Ասեցի նոր եմ նստել, ինչի փող տամ։ Էլի եկա, դուռը բացեմ, այդ մարդը պտտվեց, սկսավ ինձ ծեծել։ Մի հատ ջահել տղա այդ ամենին ականատես էր։ Եթե ինքը չլիներ, ես այդ մարդու ձեռի տակ կճխմորվեի։ Կյանքում չէի մտածում, որ ինչ-որ վարորդ տղամարդ կարող է ինձ ծեծի իմ երկրում։ Շատ ցավալի է դա։ Լայվ պանորաման գրում է. Հայաստանի ձայնը 3 նախագծի հաղթող Ռաիսա Ավանեսյանն արդեն քանի ամիս է Երևանում է։ Նրա խոսքով սա առաջին անգամն է, որ ինքն այսքան երկար ժամանակ է անցկացրել Երևանում։ Արդեն 4-ից 5 ամիս է, ինչ Երևանում է։ Կարելի է ասել, արդեն մասամբ տեղափոխվել եմ այստեղ բնակության։ Իհարկե հաճախակի եմ մեկնում Թեհրան, քանի որ այնտեղ ինձ շատ կապող բան կա։ Ծնողներս, աշխատանքս, ընկերներս, բայց իմ սիրելի գործով զբաղվելու համար պետք է իմ մեջ ուժ գտնեի եւ երկարաժամկետ տեղափոխվեի այստեղ։ Ինչն էլ որ արեցի, պատմել էր Ռաիսա Ավանեսյանը։ Երգչուհուն Հայաստան կոնկրետ աշխատանքն է բերել։ Քանի որ ըստ նախագծի պայմանների հաղթողին այս պարագայում ինձ հնարավորություն է տրվում նոր երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ, ուստի հենց այդ աշխատանքներն իրականացնելու համար ես կրկին եկա Երևան։ Բայց ցավոք, ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով դեռևս ցկցկվում է տեսահոլովակի նկարահանումները։ Թեպետ պետք է ասեմ, որ շատ գեղեցիկ երգ է գրված, որի երաժշտության հեղինակն է Նիկ Եգիպյանը, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։ Դե իսկ տեսահոլովակի ռեժիսուրությամբ կզբաղվի Ժոր Մելոյանը։ Վստահ եմ, որ հրաշալի արդյունք կունենանք եւ հանդիսատեսին էլ շատ դուր կգա։ Նկատել է նա եւ հավելել. Գիտեմ, որ բավականին երկար տևեց այս երգի ներկայացման ընթացքը, բայց հավատացնում եմ, որ մենք շատ բծախնդրորեն ենք պատրաստվում խորհրդակցելով Սոնայի հետ։ Մենք ամեն բան անում ենք, որ ոչ միայն մեր երաժիշտների սականջներին հաճելի լինի, այլ նաև հանդիսատեսի, որոնցից շատերը գուցե չունեն երաժշտական կրթություն։ Ռաիսա Ավանեսյանը նշել է նաև, որ իր մարզիչ Սոնայի աջակցությամբ աշխատում է Imaging Band-ի հետ։ Այստեղ մեծ սիրով աշխատում եմ Image Band-ի հետ։ Հաճախ համերգներ ենք ունենում երևանյան տարբեր ակումբներում։ Դե իսկ Սոնայի յուրաքանչյուր համերգներին ես եւ Մաշա Մնջոյանը պարտադիր ներկա ենք գտնվում։ Ինչի համար շատ շնորհակալ եմ Սոնային։ Իդեպ Սոնայի հետ պատրաստվում ենք համերգային շրջագայություններ ունենալ նաև Հայաստանից դուրս, նկատել է երգչուհին։
Թեպետ Ռաիսայի նպատակները կապված են Հայաստանի հետ, քանի որ նրա երազանքը եղել է որպես արտիստ ներկայանալ իր հայրենիքում, բայց իր մասնագիտության մեջ Թեհրանում արդեն որոշակի սանդղակի հասած երգչուհին չի մոռանում նաև այստեղ ծավալած իր աշխատանքների մասին։ Իհարկե, Թեհրանը ևս ինձ հարազատ է, չէ որ այնտեղ է անցել իմ գրեթե ողջ կյանքը։ Այնտեղ ես հասել եմ որոշակի հաջողությունների, ունեմ իմ երաժշտական ստուդիան։ Ունեմ աշակերտներ, որոնց աչքաթող չեմ արել։ Հիմա նրանք վստահելի ձեռքերում են։ Իմ ստուդիան շարունակում է աշխատել։ Ես այստեղից այնտեղ, այսպես ասած, ղեկավարում եմ այն։ Նկատեց նա ու հավելեց, որ իր աշակերտների շարքում ազգությամբ հայեր չկան, իսկ այդ միտումը երգչուհին բացատրել է հետևյալ կերպ. Պարսիկներն այնտեղ ավելի շատ են հետաքրքրված երաժշտությամբ, քան հայերը։ Գուցե դա պայմանավորված է նրանով, որ հայերը կարողանում են գալ Հայաստան եւ այստեղ հագեցնել իրենց երաժշտական ծարավը։ Իսկ պարսիկների համար ավելի հետաքրքիր է, քանի որ այնտեղ նրանք իրենց ազգային մենթալիտետից ելնելով չեն թողնում, որ նման ստուդիաներ շատ լինեն։ Ռաիսան պատմել է նաև Թեհրանից Երևան տեղափոխման իր խնդիրների մասին։ Տեղափոխման հետ կապված շատ դժվարությունների եմ բախվել, որոնցից ամենադժվարը կարոտի հաղթահարումն է, քանի որ ծնողներս այնտեղ են ապրում։ Միաժամանակ ես չեմ կարծում, որ նախագծում մասնակցելուց, պայքարելուց եւ հաղթելուց հետո ճիշտ կլիներ այսպես ասած ասպարեզից կորելը։ Այո, ինձ համար դժվար է, որ ես կարծես երկու տեղ եմ ապրում։ Այստեղ ես տուն չունեմ, բացի այդ Հայաստանում շատ խնդիրներ կան, որոնց հաղթահարումը դժվար է։ Այս խնդիրները կարելի է հաղթահարել սիրելով երաժշտությունն ու հայրենիքդ, բայց ամենակարևոր բանը, որ չեմ կարողանում հանդուրժել, դա երաժիշտների եւ երգիչների աշխատած գումարի չափն է, որն ուղղակի չնչին է։ Օրինակ Թեհրանում այդքան փակ լինելով հանդերձ, նրանք ֆինանսական տեսանկյունից շատ բարձր են գնահատում երգչին, երաժշտին։ Այստեղ կան շատ տաղանդավոր երգիչներ եւ երաժիշտներ, բայց ցավոք այն գումարը, որ ստանում են, նրանք ժամերով կենդանի համերգ տալու դիմաց ուղղակի ծիծաղելի է։ One, two, three. Oh, you don't mean nothing at all to me. Away, go away. One, two, three. Oh, you don't mean nothing at all to me. Away, go away.